Ողջույն հարգելի քաղաքացիներ, զրույց իրավապաշտպանի հետ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր այսօրվա թեման է առողջություն եւ առողջապահական ապահովագրություն։ Սա նոր համակարգ է, որ ներդրվել է եւ արդեն իսկ գործում է հունվարի 1-ից առողջապահական համընդհանուր ապահովագրությունը, որի մասին դուք կարող եք մանրամասն տեղեկատվություն ստանալ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Իդեպ քաղաքացիները հաճախ շփոթում են եւ հաճախ հարցեր են բարձրացնում, արդյոք իրենք հիմա առողջապես ապահովագրված են, իրանց վերաբերվում է այս ապահովագրությունները, իրենք հիվանդանոց դիմելու դեպքում կարող են ստանալ անվճար ծառայություն։ Իհարկե այդ ծառայությունները անվճար չեն, որովհետեւ մեր փոխարեն դրա համար վճարելու է պետությունը, բայց օբյեկտիվորեն քաղաքացիների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր, որից մեկը հենց այն է, որ արդյոք ինձ վերաբերվում է եւ արդյոք դիմելու դեպքում ես կարող եմ ստանալ բուժում կամ իմ առողջական խնդրի վերականգնումը կլինի անվճար հիմունքների վրա, Ուրեմն զրույց 18 տարեկան բոլոր քաղաքացիներին է, երեխաներին է եւ պատանիների մասին է խոսքը, ապահովագրությունը այնուամենայնիվ նրանց չի էլ վերաբերվում, ինչի համար, որովհետեւ նրանց բուժօգնությունը եւ ընդհանրապես միջամտությունը միշտ Հայաստանի Հանրապետությունում եղել է անվճար։ Առողջապահական ապահովագրությունը վերաբերվում է հատկապես 65 տարեկանից մեծ քաղաքացիների համար, այստեղ լայնորեն ապահովագրություն է տրամադրված եւ բազմաթիվ տարբեր հիվանդություններ եւ բազմաթիվ տարբեր առողջական խնդիրներ, այդ թվում նաեւ վիրահատական բազմաթիվ միջամտություններ լինում են ապահովագրական ծրագրի շրջանակներում, բայց այստեղ պետք է չմոռանանք հետևյալը, որ այո կան այնպիսի հիվանդության տեսակներ կամ այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք այս ծրագրի շրջանակներում վերականգնվել չեն կարող, դրա մասին քաղաքացին կարող է տեղեկատվություն ստանալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքից եւ կարող է քաղաքացին այդ մասին նաեւ տեղեկատվություն ստանալ Ալմեդ համակարգից։ Այնտեղ եթե դուք բացեք կտեսնեք մանրամասն ցուցակներ, հիվանդությունների անուններ, առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անվճար են կամ որոնք ապահովագրական շրջանակներում են իրականացվելու կամ չէ։ Իսկ այն քաղաքացիները, որոնք 18-ից 65 տարեկան միջակայքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այս մասով, եթե այդ քաղաքացիները աշխատում են որևէ հիմնարկությունում եւ ստանում են 201,000 դրամից բարձր աշխատավարձ, ապա իրենք կարող են եւս Ալմեդ համակարգի միջոցով կամ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկատվություն ստանալ իրենց վերաբերող առողջական խնդիրների վերականգնման, հիվանդությունների բուժման մասին, Այստեղ հատկանշական է մի հանգամանք, որ ցավալիորեն մենք ունենք այս մասով նաև բողոքներ, չնայած ընդունում ենք, որ շատ լավ նորամուծություն է համենայն դեպս մենք որպես քաղաքացի այս մասով գոհունակ ենք եւ շատ լավ ենք վերաբերվում դրական փոփոխություններին, մինչդեռ փոփոխություն է եւ իր հետ բերում է անհարմարավետություն եւ դրա շրջանակներում մենք ունենք բողոքներ որոշ բժիշկների կողմից եւ բավականին շատ են այդպիսի բողոքները հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպություն են դիմել 45 տարբեր բժիշկներ, ովքեր աշխատում են տարբեր բուժ հաստատություններում, բայց միևնույն գանգատով, միևնույն բողոքով, որ համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձը նվազել է մի դեպքում 30%-ով, մի դեպքում 40%-ով, համենայն դեպս ես ուզում եմ շեշտել, որ անեսթեզիոլոգների մոտ նարկոզատերների մոտ աշխատավարձի 50%-ի նվազում է
նկատվել որոշ դեպքերում, այդ մասով մեծ ստացած բողոքներն են, որով մենք խոստանում ենք, որ պետք է հետաքրքրվենք մինչև վերջ եւ այս մարդկանց աշխատանքային իրավունքները անպայմանորեն մենք կպաշտպանենք, ինչու, որովհետեւ նոր ներդրված համակարգը այո կարող է ունենալ թերացումներ, բայց այդ թերացումները մեր պետության թերացումներն են եւ մեր պետության թերացումները ուղիղ հենց մեր թերացումներն են, հետեւաբար այս մասին պետք է հարց բարձրացնենք, հետեւաբար նաեւ այն բժիշկներին, ովքեր դեռևս չեն դիմել մեզ, բայց նրանց աշխատանքային իրավունքները խախտվել են կամ նրանց աշխատավարձերը նվազել են, նախ եւ առաջ որպես իրավապաշտպան հորդորում եմ, որ այդ մասին տեղեկատվություն տրամադրեն եւ առողջապահության նախարարությանը հարցումների տեսքով նույն կերպով եւ կարող են նույն նամակը ուղարկել նաեւ տվյալ բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ կազմին, որտեղ կլինի տեղեկատվություն այն մասին, որ խախտվում են աշխատանքային իրավունքները, որի հետևանքով նվազում է աշխատավարձերը եւ սրանով պայմանավորված առաջարկներ, հարցադրումներ եւ օբյեկտիվորեն պահանջի ձևավորում։ Այսպիսով հարգելի քաղաքացիներ, մենք կողմ ենք փոփոխություններին, մենք կողմ ենք դրական փոփոխություններին եւ փոփոխությունները ինքներս պետք է ստեղծենք։ Ուսի, մեջք մեջքի եւ համախմբված։ Եղեք իրազեկ։